Ձեր կարծիքով ինչու է Աննա Հակոբյանը 2 տարով գրում Չինաստան սովորել։ Ես այստեղից չեմ, ես չդեմ ոչ բանի։ Աննա Հակոբյանին ճիշտ կլինի այդ հարցերն ուղղեք, որտեղ անկանխատեսելի մարդիկ են, դրանք ոչ մի պատասխան չունեն, չեմ ճանաչում։ Պետք Հայաստանի վարչապետի կնոջը ուսումնասիրել։ Հայաստանը նախ եւ առաջ պետք է վարչապետ ունենա, երկրորդն վարչապետի կինը պետք է վարչապետի կին լինի։ Չեմ կարող ասել։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել։ Չգիտեմ, իրան ավելի ճիշտ կլինի թուրքական սովորել։ Ամենախելոք փիլիսոփայությունը դուրս եկել չինացիներից։ Գնում մարդը սովորի, բատա։ Ված չի։ Եթե սովորելու հետ կապված է, դա շատ լավ է։ Ավելի խելոք կլինեն, ավելի մտածող կլինեն։ Չգիտեմ։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել։ Չեմ կարող պատասխանել։ Բոլես չեմ հավատում ես դրան։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն։ Չեմ հավատում ես դրան, դա իղ պարզապես խաղեր, զբաղացնում են մեզ անտեղի տեղը իրանց, չգիտեմ ինչ ասեմ։ Իրան հարցրեք։ Իսկ ձեր կարծիքով ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել։ Հայաստանի վարչապետի։ Չգիտեմ։ Ինչ իմանանք Ազիզ ջան։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Ինչ ուզում ա նայել անում ա։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն։ Բայց դուք համոզված եք, որ նա փիլիսոփայության համար է գնում։ Դա այդպես է ասում։ Շատ բան կարող է ասել։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել։ Դե չինական փիլիսոփայությունը բոլորին է պետք ինձ թվում է։ Գիտեք ինչ, ես դրա մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Իսկ ինչին է նրա պետք ուսումնասիրել չինական փիլիսոփայությունը։ Գուցե գտնում է, որ իրեն դա պետք է։ Բայց դուք համոզված եք, որ նա փիլիսոփայության համար է գնում։ Բարև ձեզ։ Նիկոլից է։ Աննայից է։ Չէ, դե Երևի ուսում առնելու համար է։ Կներեք չեմ հետաքրքրվում բալիկ։ Չգիտեմ, իշխանությունը իրանց է պատկանում, ինչ ուզում են անում են։ Ինչին է պետք չինական փիլիսոփայություն սովորել Աննա Հակոբյանը։ Երևի որոշում է, որ գնան այնտեղ աշխատեն։ Նա ժամանակին պիտի սովորեր, տգետ լինելով դասեր է տալիս, չգիտեմ ինչ իրավունքով։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը որոշել է սովորել Չինաստանում։ Սեպտեմբերին նա կմեկնի Չինաստան երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու չինական փիլիսոփայություն Պեկինի նորմալ համալսարանում։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով ինչու է Աննա Հակոբյանը 2 տարով մեկնում Չինաստան սովորելու եւ նրա ինչին է պետք չինական փիլիսոփայություն ուսումնասիրել։